Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ես այսօր ձեզ համար պատրաստել եմ վեդայական թվաբանության 2026 թվականի իրադարձությունները եւ Հայաստանում եւ ինչպիսի էներգիա է լինելու 10 թվանշանի էներգիան։ Չմոռանանք, որ 0 թիվը դա ուրանն է, որը բերում է նոր իրադարձություններ, բավական անսպասելի իրադարձություններ։ Իսկ մեկ թվանշան ստեղ աբնուլենիա շատ մարդկանց մոտ կարող է լինել ինչ-որ բաներ զրոյանալ, իսկ հիմա ես կսկսեմ կանխատեսել, որպեսզի հասկանալ։ Ուրեմն 10 թվանշանն է լինելու ընդհանուր, որ հաշվում ենք նախ, առաջինը մեր երկրի համար կոդն է 374-ը և 2026 թվականը։ Վեդայական թվաբանության սուբքային վերլուծությունը հիմա ես համադրել եմ ընդհանուր էներգետիկ կոդը, այս տարվա 2026-ի եկող տարվա թվային դարպասները, կարմիկ էներգետիկ ազդեցությունները, այս տարի ով ինչ արել է, հատուցումները մենք կտեսնենք, հենց այդպես էլ ասում եմ, որովհետև աբնուլենիա հենց այնպես չի զրոն լինելու։ Հայաստան վեդայական թվաբանության կանխատեսում 2026 թվականին։ Հիմնականում երկրի կոդը մեր 374-ն է, ստանում ենք 3 թվանշան, ստեղծագործական ուժի հետ, ստեղծարար ուժի ներկայություն հետ կապ է ունենալու, ուժ գիտակցության, խոսքի, ղեկավարության հետ, այս տարի ունեն ղեկավարները մտածելու։ 7 թվանշանը դա հոգևոր պաշտպանության մասին ենք մենք խոսում, գաղտնի գործընթացների, որոնք բացահայտ կտեսնեք դուք 2026 թվականին ճակատագրական իրադարձություններ են շատերի կյանքում սպասում։ 4 թվանշանը մեր կոդերի կառուցման հետ է կապված լինելու պետական մեխանիզմների եւ նյութականացման։ Այսինքն 3-7-4-ը դա հավասար է 3-ին գումարած 7 գումարած 4 14, որտեղ մենք մեկին գումարում ենք 4, ստանում ենք 5, ռադիկալ փոփոխություններ են սպասվում, ռադիկալ, այսինքն Հայաստանի կարմիկ թիվն է դա, 5 թվանշանը։ Երկրորդը հենց 2 տարվա թիվը դա 2026-ը, 2-ին գումարում ենք 0, սա երկրորդն է արդեն, գումարում ենք 2, գումարում ենք 6, ստանում ենք 10 թվանշանը։ Սկզբից կխոսենք մեկ էներգիայից, հետագայում կբացատրեմ 0 էներգիայից, ընդհանուր 10 թվանշանից։ Այսինքն Հայաստանի մեր երկրի կոդը 5 և 1, 5-ին գումարում ենք 1, անում է 6, ընդհանուր 6 թվից սկսենք։ Թվի ազդակները դա պետական մակարդակի հետ է կապված լինելու կառուցում, նոր քաղաքաշինական ծրագրեր, մարդասիրական և սոցիալական թեմաների բարձրացումներն են շատ լինելու, սոցիալական լարվածությունների սուրացումները կլինեն, հետո մեղմացումներ, բանակի և անվտանգության ոլորտի վերաձևում է լինելու, մշակութային ազգային ինքնության ամրապնդում, 6-ը դա նաև դատական, իրավական, միջազգային կապերի թիվն է, ինչը 2026 թվականին կլինի անհամեմատ ուժեղացված։ Մանրամասը բացատրեմ ձեզ ըստ ոլորտների, որպեսզի դուք հասկանաք։ Քաղաքական դաշտում կլինեն լուրջ փոփոխություններ, տարիքը օրինակ, նոր դեմքեր են լինելու, նոր քաղաքական բևեռացում, որովհետև 6-ի ազդեցությամբ կոալիցիոն ձևավորումներ են լինելու, գործընկերային քաղաքական փոխհարաբերություններ, պետական կառույցներում վերանայումներ, օրենքների խստացումներ, դա չնայած մեր ժողովրդին կարող է դուր չգալ։ Հնարավոր են 2 տարբեր բևեռների նաև բախումներ, մինչև ամառ։ Ես մի բան եմ ուզում ուշադրություն դարձնի մեր հայ ժողովուրդը, որտեղ որ ես կանխատեսում էի արել, որ նաև կարող է լինել 26 թվականին քաղաքացիական դրդեն դրան, պատերազմ։ Այս վերջերս ինչ որ մեկը նույն իմ կանխատեսումը
բավականին երկար ժամանակ, 2 ամիս առաջ համարյա կլինի կանխատեսել են, անձը գողանալով իրանը չունենալով, թութակի պես այս հարթակում, այն հարթակում երկում է։ Ես ուզում եմ, որպեսզի շատ մարդիկ տեղեկանան եւ խայտառականան այդպիսի անձանց, ովքեր գողանում են ուրիշի հալալ քրտինքը, խաբեբալ լինելով, դա չի օգնելու, որովհետեւ 2026-ին դուք ստանալու եք հատուցում արարչից, ուրիշինը նաև գողանալով։ Եվ ոչ միայն ուրիշինը գողանալով, ինչ արել եք այս տարի, սպասեք ցանկին։ Տնտեսությունում կլինեն 6 ինքը նյութականացման նշանն է եւ կառուցման թիվն է, նոր ներդրումային նախագծեր կարող են լինել շինարարություն, արտադրություն եւ էներգետիկա։ Մենք այսօր տեսնում ենք, որ էներգետիկայի հետ կապված լիցենզիայի հետ էր ինչ-որ խնդիրներ եղել։ Զարմանալի չի լինի, որ դուք հիմա այս մասին ինձանից իմանում եք 26 թվականի համար։ Գների տատանումներ կլինեն ամռանը աճ, իսկ աշնանը կայունացում։ ՏՏ ոլորտի աշխուժացում կլինի, նոր արտահանվող ծրագրեր։ Սոցիալական կյանքում կարող են բարձրանալ բնակչության պահանջներն ու բողոքները, սովորականից ավելի շատ սոցիալական թեմաներ կհայտնվեն նաև մամուլում։ Վերաիմաստավորում ընտանիքի, երեխաների եւ առողջապահության ոլորտներում։ Այստեղ անվտանգության եւ սահմանների հետ կապված 3, 7 եւ 4-ի, այստեղ 7-ը մեծ դեր ունի, այսինքն կարմիկ թիվ է, պաշտպանություն է տալիս, պահապան հրեշտակն է, բայց նաև ճակատագրական իրողություններ են լինելու։ Դա ես ասում եմ ամենայն մեծ պատասխանատվությամբ։ 2026-ին լինելու են առաջիկա տարիներին կարևորագույն ինչ-որ որոշումներ։ Կլինեն նաև սահմանային գործընթացների միջազգային վերահսկողության եւ բանակցությունների ակտիվացում, տարվա երկրորդ կեսին լուրջ քաղաքական վերադասավորումներ կարող են տեղի ունենալ մեր տարածաշրջանում։ Մշակույթ, հոգևոր թեմաների ոլորտում ստեղ Հայաստան-Սփյուռք կապերի ակտիվացում է լինելու, հին հայկական գիտությունների, տողի, հաշի, երաժշտական ավանդական ուղղությունների վերածնունդ, դասական նաև արվեստի նոր ալիքի հետ է կապված լինելու։ 2026 թվականին հատուկ թվային դարպասներ լինելու է մեր Հայաստանի համար, փետրվարին, թիվ 3-ն է դարպասը, որտեղ մեծ կապ է ունենալու խոսքի ուժը, միջազգային հայտարարությունները, մամուլների ակտիվացումը, կրթական նոր քայլերը։ Ապրիլին թիվ 5-ն է, այստեղ կտրուկ փոփոխություններ կլինեն, սահմանային զարգացումներ կլինեն, պետական որոշումների շրջադարձերի պահ են լինելու, թող նաև պատրաստվեն այսօրվա ղեկավարությունը, որովհետև ռադիկալ է լինելու ամեն ինչ։ Օգոստոսին թիվ 8-ի դարպասն է, այստեղ ֆինանսական շրջադարձեր կլինեն, մեծ բիզնես եւ ներդրումներ են սպասվում, միջազգային ֆինանսական կառույցների հետ գործընթացներ, իսկ նոյեմբեր ամսին թիվ 11 դարպասն է, կարմային իրադարձություն, կարող են լինել նաև պատմական, ուշադիր լսեք, քաղաքական որոշումներ։ Ընդհանուր 2026 թվականը Հայաստանի համար նոր սկիզբ, նոր կառուցում եւ կարմիկ պատասխանատվության տարի է լինելու հատուցման։ Ով ինչ 25 թվականին արել է, կապ չունի թե ինչ է աշխատում, աշխատում է, չի աշխատում, հատուցումը սպասեցնել չի տալու։ Երկրին մեր բնադրային թիվը դա 5-ն է, 2026-ի մեկին հենց ստեղծելով 6 թիվը, այսինքն կայունացման, իրավական պաշտոնական վերաձևումների, ազգային ինքնության ամրապնդման, քաղաքական նոր դասավորության տարի։ Ուզում են, չեն ուզում, նոր մարդիկ են գալու, արդեն իրենց լիմիտը լրացել է։
Նայեք, 2026 թվականին վեդայական թվաբանական կանխատեսումով ես մի փոքր ուզում եմ խոսել նաև հունվար ամսվա, հա, որտեղ թիվ 8 էներգիան մեծ կապ է ունենալու 2026 եւ հունվար ամսվա, այստեղ թիվ 8 էներգիան է լինելու բացման ամիս, ուժ, պետություն, ֆինանսներ։ Կարևոր փաստաթղթերի միջազգային բանակցություններ կլինեն, ֆինանսական նոր պրոյեկտների հիմք, պետական կառույցներում ուժային փոփոխություններ են լինելու երկու տեղում է։ Հնարավոր է ուժային ճնշումների բարձրացումներ լինեն, խորհուրդ կտամ այստեղ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից։ Փետրվարին դա 9 թիվն է լինելու 26 եւ 02-րդ ամիսը, ավարտումների շրջան է լինելու փետրվար ամիսը, հին ծրագրերի փակման շրջան, հասարակական լարվածության կարճ կորտքումներ, տեղեկատվական պատերազմի բավականին ակտիվացումներ, սպառումների աճ բնակչական մակարդակում։ Խորհուրդ եմ տալիս անցկացնել կարգավորում եւ սանիտարիզացիա բոլոր ոլորտներում։ Մարտ ամսվան թիվը դա մեկն է լինելու, նոր սկիզբ, նոր քաղաքական ուղղություն, նոր առաջարկներ կլինեն, նախաձեռնություններ, քաղաքական դաշտում կարող են լինել հայտնվել նոր ֆիգուրներ։ Սփյուռքի հետ նոր ձևաչափ կլինի, ՏՏ ոլորտում ակտիվացում։ Խորհուրդ եմ տալիս ձմեռային կանգից հետո ակտիվ փուլ մտնել։ Ապրիլ ամսին թիվ, այս որտեղից է հայտնվել, ճանճեր, երկուսի էներգիան է, սա խոսում է դիվանագիտական խաղերի, գաղտնի պայմանավորվածությունների մասին, կուլիսների հետևում։ Այստեղ կարող են լինել նուրբ բանակցություններ, հավասարակշռության պահ, սահմանային հարցերում, գործընկերային հարաբերությունների վերաձևում, խորհուրդ եմ տալիս զգույշ քայլել, չհրահրելով լարվածության եւ կոնֆլիկտների։ Մայիսի թվանշանը դա 26 եւ 05-րդ ամիսը, այստեղ ընդհանուր 3-րդ էներգիան է, խոսքի եւ հայտարարությունների ամիսն է։ Մամուլի մեծ ակտիվացում կարող է լինել, միջազգային համաժողովներ կարող են լինել, քննարկումներ սահմանադրական կամ իրավական հարցերի շուրջ ամբողջ աշխարհում։ Խորհուրդ եմ տալիս այստեղ ուշադրություն նաև դարձնել տեղեկատվական մանիպուլյացիաներին։ Հունիս ամսին 4 էներգիան է, կառուցման մասին է խոսում, օրենքների եւ համակարգերի, այսինքն շինարարական եւ տնտեսական իրական ծրագրերի մեկնարկներ կարող է լինել ամբողջ աշխարհում, պետական օրենսդրական փոփոխություններ, հարկային կամ ֆինանսական նոր մեխանիզմներ, նորից եմ կրկնում, որը մեր ժողովրդին այդքան էլ դուր չի գա, մեր երկրում կոնկրետ։ Խորհուրդ եմ տալիս ամրացնեք ձեր հիմքերը։ Հուլիս ամսին թիվ էներգիան է լինելու, փոփոխություններ եւ ճգնաժամային էներգիայի մասին եմ խոսում։ Այսինքն ստեղ կտրուկ եւ ռադիկալ փոփոխություններ, ինչպես տարին է խոստանում։ Հնարավոր են սահմանային միջադեպեր, դա 100%, ինչը ես տեսել եմ իմ նաև տեսողական 2026 թվականի կանխատեսման մեջ եւ տեսել եմ հարոքարտերում YouTube-յան երկրորդ ալիքում նույն իրավիճակը։ Հնարավոր են նաև դաշտում մտնեն արտաքին ուժեր եւ քաղաքական անհանգիստ շրջան։ Խորհուրդ եմ տալիս զգուշանալ չմտածված քայլերից։ Օգոստոսի ամիսը դա 6 թիվն է, էներգիան լինելու սոցիալական հարցերն են այստեղ առաջ գալու, պետական ժողովրդական հարաբերությունները։ Այստեղ կլինի աշխատավարձերի նպաստների սոցիալական հարցերի բարձրացումները ժողովրդի կողմից, ընտանիքի, բանակի, կրթության ոլորտում մեծ քննարկումներ։ Լծվածություն հասարակական, հա, հուզումների ձևով, բայց նաև դրական կարգավորումներ կարող են լինել, այստեղ խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնեք մարդկանց կարիքներին, սա պետական կառույցներին է վերաբերվում։ Սեպտեմբեր թվին դա 7 էներգիան է, կարմիկ իրադարձությունների մասին է խոսում,
Ճակատագրական զարգացումների մասին է խոսում, այսինքն կլինեն գաղտնի գործընթացներ, անվտանգության ոլորտում խողովակաձև փոփոխություններ, սուբյեկտների ուժեղ խաղեր Հայաստանի շուրջ, խորհուրդ են տալիս հավատք եւ ներքին վստահություն, 7 դա հոգեվորի թեման էլ հա, բավականին շատ հնչելու դեպքեր կլսենք, պաշտպանություն է բերում, հոկտեմբերին կլինի ուրեմն 8 թիվը, էներգիան 8-ը ինչի մասին է խոսում, ուժի, իշխանության, տնտեսական բարձր թրթիռների մասին, այսինքն կարող են լինել կոնկրետ հոկտեմբեր ամսին մեծ ֆինանսների շրջան, էներգետիկ ոլորտում խոշոր որոշումներ, պետական ուժային կառույցների վերակազմավորում, խորհուրդ եմ տալիս ճիշտ կառավարեն ռիսկերը։ Նոյեմբերին թիվ 9 է լինելու վիբրացիան էներգիան, դա կարմիկ փակման շրջանն է, այսինքն պատմական նշանակության որոշում, պետական գործընթացների ավարտում, մեկ փուլում եւ դիվանագիտության մեծ ճնշում, խորհուրդ եմ տալիս ազատվել հին ռազմավարություններից, որովհետեւ հինը չի աշխատելու, դեկտեմբերին թիվ 1-ն է լինելու 2027-ի հենց առաջի դարպասը, դա նոր սկզբի մասին է խոսում, միջազգային համագործակցության նոր ձևաչափի, իսկ Հայաստանի հեղինակության բարձրացում գլոբալ հարթակներում կարող է այդպիսի բաներ լսել։ Ընդհանուր տարվա եզրակացությունն այն է, որ 2026-ը Հայաստանի համար մեծ վերափոխման, ռադիկալ փոփոխությունների եւ կառուցման կարմիկ պատասխանատվության շրջան է լինելու մեր ժողովրդի եւ կառավարության համար։ Տարվա ընթացքում կա 3 ճակատագրական ամիս, դա հուլիսն է 5 թվանշանի ներքո, որը բերելու է փոփոխություններ եւ ցնցումներ, սեպտեմբերն է 7 թվանշանը, որը բերելու է ճակատագրական իրողություններ, ուզում ենք թե ոչ, եւ բերելու է նոյեմբեր ամիսը, որտեղ 9 թվանշանն է վիբրացիան լինելու, կարմիկ ավարտի կետն է։ Իսկ ինչ է բերելու ընդհանուր ամբողջ աշխարհում 10 թվանշանը, հա, եւ մեր երկրում եւ այս հզոր բարձր վիբրացիայի մասին եմ խոսում։ Կալիսո ֆորտունե, մեկը 1 թիվն է, մեկը 0-ն, դա եւ արևը եւ Ուրանը։ Ստեղ սպասվում են գլոբալ իրադարձությունների վեդայական հենց, հա, թվագիտության մեջ, Ուրան մոլորակի էներգիաների մասին է ստեղ խոսքը, սա վերաբերվում է ամբողջ աշխարհին, հենց 2026 թվականին։ 10 թիվը համաշխարհային մեր ամբողջ, հա, ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ մեր մոլորակի վրա բավականին մասշտաբային իրադարձություններ եւ էներգիաներ կբերի, այսինքն 10-ի էներգիան համարվում է կիսա կարմիկ թիվ, արարիչ, արևը եւ 0-ն ճակատագիր, անսպասելի իրադարձություններ, մեկը դա նորի սկիզբն է, իսկ 0-ն դա աստվածային միջամտությունն է, ճակատագրական փոփոխություններ մարդկանց կյանքում, այն ինչ մարդիկ ցանել են, այն էլ հնձելու են, ուզում եք, չեք ուզում, դա ձեզանից չի կախված, արդեն ուշ կլինի որևիցե մի բան փոխել, այս երկու թվերի միավորումը կարող է տալ 1 թվանշանը, սակայն ոչ սովորական, այլ խաչմերուկային նոր սկիզբ, աշխարհում ամբողջ մեր մոլորակի վրա 10 էներգիան կարող է բերել խոշոր գլոբալ փոփոխություններ, կատակլիզմեր, ամբողջ աշխարհում անսպասելի անոմալ երևույթի եղանակային, ինտելեկտի հետ կապ ունի, արհեստական բանականության բավականին շատ արագ ամեն ինչ զարգանալու է եւ մոդայի մեջ է մտնելու թվագիտությունը, արդեն սկսելու է թուլանալ մոտակա 3 տարվա մեջ աստրոլոգիան, որտեղ մարդկանց հետաքրքրությունը շատ կքչանա դրա մեջ։
Աշխարհակարգի վերաձևավորում կլինի տեխնոլոգիական նոր հեղափոխություններ կապված դա լինելու է ուժեմ արհեստական բանականության հետ եւ տիեզերքի հետ։ Այստեղ խավարը եւ լույսը բավականին արդեն տարբերվելու են իրարից, հա, པարզ երևալու են իրական մասնագետները, արարչական մարդիկ, լույսը եւ խավարից շատ մարդիկ հեռանալու են։ Մեծ երկրներից մեկի ղեկավարության փոփոխություն կարող է լինել, դասը նաև միշտ բերում է իշխանական փոխման մեծ ալիքներ գերտերությունների համար։ Դրամատիկ գաղտնիքների բացահայտումներ մենք կտեսնենք ամբողջ աշխարհում ծանր գաղտնի փաստաթղթերի հետ կապված գաղտնի ծրագրերի լուրջ քաղաքական բացահայտումներ են սպասվում 2026 թվականին։ Ընդհանուր աշխարհում լինելու է շատ կոշտ վերաձևում։ Տարածաշրջանային սահմանային հարցեր, միջազգային դաշինքների փոխում, նոր աշխարհաքաղաքական դաշտի ձևավորում, այսինքն քարտեզները փոխվում են։ Ես այդ մասին 3 տարի է արդեն խոսում եմ։ Նոր աշխարհաքաղաքական դաշտի ձևավորում էր սպասել։ Հզոր տեխնոլոգիական ցածկի մասին էլ է խոսում, որովհետև այստեղ 10 հավասար է 1-ի նորարարության մասին է խոսելու եւ 0-ն դա տիեզերական հնարավորություն, հա, կապված արհեստական բանականության նոր մակարդակի վրա տիեզերական ծրագրեր, քվանտ տեխնոլոգիաների մասին եմ ես խոսում։ Բնական տարերքների ակտիվություններ կլինեն, որովհետև 0-ը դա իմ տարոքարտերով դուրակ քարտն է, որը հենց ինքը Ուրանն է եւ այստեղ մեծ դեր է խաղում Նեպտունը, որը կարող է ուժեղացնել տարերքների ազատ խաղը, սեյսմությունը, ջրային անկայունությունները եւ արտահայտված եղանակային շեղումները։ Ուրան մոլորակը եւ թիվ 10 էներգիան կապը, այստեղ վեդայական համակարգում եւ արևմտյան էզոթերիկայում 10 թիվը կապված է Ուրանի հետ։ Այն պատճառով, որ երկուսն էլ ունեն հետեւյալ բնույթը։ Ուրանը դա հեղափոխության, ազատման, անհավանական փոփոխությունների մասին է խոսում, այսինքն կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում։ Շատերի դուրը կարող է գալ, շատերի դուրը կարող է չգալ, շատերը կարող են ուզել, շատերը կարող են չուզել, բայց արդեն ուշ է։ Կտրուկ փոփոխություններ, անսպասելի իրադարձություններ, նոր գիտություն, նոր տեխնոլոգիա, սոցիալական հեղափոխություն։ Ուրանը քանդելու է այն, ինչի ժամանակն անցել է։ 10 թիվը դա ճակատագրական նոր սկզբի մասին է խոսում, բացվող դռների, այսինքն հին համակարգի փլուզումներն է լինելու, նոր համակարգի ծնունդը, աստվածային միջամտությունը այստեղ մեծ դեր է խաղալու եւ անսպասելի շրջադարձային կետ։ Ուրանը դա էլի, հա, 1 եւ 0-ն, այստեղ աշխարհի վերափոխման մեծ ցիկլերից են խոսում, այսինքն նոր աշխարհաքաղաքական կենտրոններ, հեղափոխական տեխնոլոգիաներ, ազատ շարժումներ եւ ժողովրդի զարթում։ Հին կոռուպցիոն, ուշադիր լսեք, կառույցների փակումը, ազատության պահանջներ համաշխարհային մակարդակով։ Նաև 2026 թվականը 10-ը, մեկին գումարում ենք 0.1, ուրանային դրվագներով ինչպես կարող է արտահայտվել ամբողջ աշխարհում։ Գլոբալ վերադասավորումներ, այսինքն տարածաշրջանները կարող են փոխվել դաշնակցային կողմերը, նոր աշխարհակարգի հիմք, մեծ տերությունների հարաբերությունների սրացում, տեխնոլոգիական մեծ հեղափոխություններ, Ուրանը դա գիտությունն է, 10-ը դա բացում է նոր դուռ, դա կապ ունի արհեստական բանականության, որը դուրս կգա պետությունների վերահսկողությունից, կտա նոր օրենքներ, սոցիալական շարժումներ կլինեն, այսինքն բողոքային ալիքներ տարբեր երկրներում, մարդիկ պահանջելու են արդարություն, թափանցիկություն, մարդու իրավունքների նոր չափանիշներ։ Տիեզերական ուղերձները այսպիսին են լինելու Ուրանի ազդեցության տակ։ Տիեզերքի հետ ուսումնասիրություններով նոր հայտնագործություններ, նոր մասնակի տվյալներ, այլ քաղաքակրթությունների մասին։ Հին համակարգերի փլուզում է լինելու
ուզում են շատերը, թե ոչ, դա կապ է ունենալու բանկային, ֆինանսական, ես ասել էի, 25-ի համարել էի ասի, կրիպտովալյուտների, բանկայինի, քաղաքական հին մեխանիզմները սկսելու են ճայթել 10-ի կարմիր ճնշմամբ։ Եզրակացությունը այն է, որ 10-ի էներգիան և ուրանի թրթիռը աշխարհում 2026 թվականին բերում են մեծ բացահայտումներ, նոր համակարգի կամ աշխարհահամակարգի ձևավորում, քաղաքական բեկումներ, տեխնոլոգիական ցատկեր, սոցիալական նաև ինչու՞ չէ զարթում, կարմիկ փակումներ, նոր դուռ մարդկությանը։ Աշխարհը 2026 թվականին մտնելու է ուրանային վերափոխման դարաշրջան, 10-ը չի բերում փոքր փոփոխություն, այլ բերում է ճակատագրական նոր ուղի և կարմիկ դասեր։ 10 թվանշանի մոգական և հոգևոր ազդեցությունը Հայաստանի վրա 2026 թվականին, այստեղ 10 թվանշանը 26-ին ուրեմն կունենա կարբոնային ազդեցություն, այսինքն 3, 7, 4-ը մեր կոդն է 5, 2026-ը 10, 1-ին գումարում ենք 0,1, 5-ին գումարում ենք մենք 1, անում է 6, բայց տարվա թաքնված հոգևոր դուռը դա 10-ն է լինելու, սա պետք է մենք մեր ականջին ուղղանենք և պատրաստ լինենք։ Շատերի մոտ ամեն ինչ զրոյանալու է իրանց խելքից։ 10-ը Հայաստանի համար դառնում է կարմիկ ռեստարտ, արթնացում է լինելու, այսինքն ճակատագրական վերաբացում երկրի էներգետիկ դաշտում, 10-ը բերելու է Հայաստանին հետաքրքիր ազդեցություններ, իրադարձություններ, տարի փոխում երկրի վրա, Հայաստանի վրա տարերքը միշտ եղել է կրակ և օդ, 2026-ին ավելանալու է հոգու իմաստը, էթեր ենք մենք ասում տարը, այսինքն 0-ն մարդու հոգին, թիվը, իսկ 1-ը բերելու է կրակի վերածնունդ, կտրուկ փոփոխություններ, հին ծրագրերի փլուզում, նոր ուղի մեր երկրի համար, 10-ի էթերային դուռը բերում է երկրի կարմիկ պաշտպանություն, բայց նաև ուժեղ սպիտակ, սև, մինչև հիմա որ կա, պայքար, ուրանի անցումը Հայաստանի դաշտով, ուրանը 10 թիվն է, հեղափոխություններ կարող են լինել, ուղղության փոփոխում, ճակատագրական շրջադարձեր մեր երկրի համար, եթե մեր ժողովուրդը խելքի չեկավ, 2026 թվականին ուրանի 10 էներգիան մտնում է Հայաստանի 7 թիվ, այսինքն 3, 7, 4 մեր կոդի մեջ, թաքնված ներքին դաշտ, հոգևոր արժեքները ձեր պետք է զարգացնեք, չզարգացրիք, այդ ցածր էներգիաները էլ չեն դիմանալու, քիչ-քիչ այս երկրից կջնջվեն, կանհայտանան, կմաքրվեն, կլինեն գաղտնի բացահայտումներ, ճակատագրական որոշումներ, պետության մակարդակով, անսպասելի աջակցություն կամ անսպասելի փորձություններ և արագացված ինքնության վերակերտում, 2026-ը հավասար է 10-ի, կարմիկ, չեզոքացման մասին է խոսում այստեղ, Հայաստանը մտնելու է 10-ամյա վերածննդի դուռ, այսինքն 10-ը դա ինչ անում, մաքրում է, ես պատահական չի, որ ասում եմ, այս տարի դուք ինչ արել եք, քաղելու եք պտուղը, հին կարմիկ ձեր պարտքերը, պետության դաշտում 90-ականների մնացորդային ծրագրերը, գերժամանակակից փոփոխության դիմադրությունները, ուշացած որոշումները, կարմիկ հանգույցներ կտրվեն հենց 2026-ին հատկապես, մայիս և հուլիս, նոյեմբեր ամիսներին, մեր տարածքային սահմանային կարմիկ հանգույցները, դա 10-ն է, ուրանը և Հայաստանի մեր 7 համադրությունը, որը բերելու է ճակատագրական սահմանային նաև իրողություններ, սա պարտադիր չի, որ լինի պատերազմով, բայց այդ ռիսկերը կան, այն կարող է լինել մեծ համաձայնագիր, նոր միջազգային դիվանագիտական
ձևաչափ, սահմանային քարտեզների կարմիկ կարգավորում, 10 միշտ բացում է մի դուռ, որը երկար փակ է եղել։ Տեխնոլոգիական եւ նոր հոգեվոր զարթոնք մեր երկրում, որովհետեւ Ուրանը դա 10 է, հա, մեկին գումարում ենք 0, անում է 1, 0-ն մեծ դեր է խաղում։ Նոր նախագծեր կապված արհեստական բանականության հետ, ՏՏ-ի հեղափոխության, երիտասարդների ակտիվացման, նոր հոգևոր դպրոցներ ձևավորելու, էզոթերիկ ոլորտի մեծ բացում է սպասվում եւ արթնացում։ Այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում իրականում ոչ աստրոլոգիա, ոչ տարոլոգիա, իրականում մասնագետներ չեն, դա պարզ երևալու է եւ այդպիսի մարդիկ ունեն, ովքեր խաբել են մարդկանց 2026 թվականին բավականին լուրջ պատիժներ։ Դա բերելու է ձեզ Ուրանը եւ դուք ոչինչ չեք կարող փոխել, մեծ դասեր են ձեզ տալու։ Հայաստանը դառնալու է տեխնոլոգիական եւ մոգական գիտության բավականին լուրջ հանգույց։ Տաս թվի մոգական խորհուրդները Հայաստանի դաշտի հետ աշխատելու համար իմ կոդի հետ կոնկրետ որ կապված լինի, ես արդեն գիտեմ, թե ինչ պետք է աշխատեմ։ Կարծում եմ ձեզ այս 2026 թվականի հետ կապված իմ կանխատեսումը բավականին շատ դուր կգա։ Ես խորհուրդ եմ տալիս այս 2026-ին վերցնեք սպիտակ մոմ, 10 թիվը գծեք օդում, այսպես, աչից ձախ, վերևից ներքի, այսպես, հա, և արտասանեք, 10-ը բացում է դուռը, 0-ն պահպանում է նրան, մեկը ստեղծում է ճանապարհը, թող բացված դուռը ծառայի լույսին, սա բավականին շատ լավ մեր դաշտի հետ աշխատում է ներդաշնակ։ Ուրանային կապի պրակտիկան այն է, որ կատարվում է 2շաբթի, 4-շաբթի գիշերվա ժամերին։ Նստում եք ուղղահայաց, ձեր մեջքը ուղիղ, պատկերացնում եք կապույտ եւ արծաթագույն սյուն, հա, ձեր գլխի վերևում եւ ասում եք. Ուրան բացիր ճշմարիտ տեսողություն, տուր նոր գիտակցություն, նոր ուղի։ Սա ուժեղացնում է ձեր կանխազգացումը, բացում մարգարեության ալիք։ Ես ձեզ մի քանի խորհուրդ եմ տալիս։ Հայաստանի մեր դաշտի էներգիայի հետ կապը կարող ենք կատարել արևածագին մեր երկիրը դեպի լավը տանելու, հա, հուր տարի կանչ է դա կոչվում Հայաստանի կրակ բառերը, այրիր անցյալ խավարն ու բեր նոր ճանապարհ մեր երկրին։ Այստեղ 10-ի ուժը կարող է աշխատել ահավոր գրավիչ ձևով։ 4-րդ 2026-ի անհատական դուռ յուրաքանչյուր մարդու համար կա, ում հետաքրքրում է իր ճակատագիրը, իր ընտանիքի ճակատագիրը, ովքեր կարմա չեն աշխատել։ Հա, քանի որ ես ինքս աշխատում եմ տարոյով, ռունայով եւ մոգությամբ, 10 թիվը ինձ համար կարող է բերել նոր դպրոց, դա ես գիտեի, նոր մեթոդներ, նոր բարձր մակարդակ, նոր հանդիսավոր բացում, եւ ես մտնում եմ հենց Ուրանի 10-րդ դաշտը, ինչը նշանակում է, որ ես սկսում եմ լինել փողանցք երկնային եւ երկրային ուժերի միջև։ 10-ը ամբողջ աշխարհում բերելու է հեղափոխություն, իսկ Հայաստանում կարմիկ կրկնակի վերածնունդ։ Ուրանն իր հետ կբերի ճակատագրական դռներ, նոր ճանապարհներ, հին ծրագրերի փլուզումները, այսօրվա մարդիկ են լինելու հին ծրագրերի փլուզումները եւ բարձրացվող հեղինակություն։ Հասկացաք, սիրելի հետևորդներ, ես մի քանի բան մտածել էի ձեր համար այսպես պատրաստել 26 թվականի համար նաև ձեզ տամ, ովքեր նորից զգուշացնում եմ, ովքեր կարմա աշխատել են, սենց գործեր մի արեք, այն ինչ ես ասի ձեզ պետք չի, որովհետև ատկատները դվայնոյ 3 անգամ ավել մեծ ուժով ձեզ հետ կգան, որովհետև 2026 թվականին այն մարդիկ, ովքեր կարմա են աշխատել, 2026-ին դուք կստանաք ձեր կոպիտ ասած արարչից բավականին շատ ուժեղ պատասխանը, հունձքը,
որովհետև յուրաքանչյուրը ինչ գործողություն անում է, ինքը պետք է կրի հետագայում դրա հետևանքները։ Հատուցումը սպասեցնել չի տալու։ Հիվանդություններով կարող է լինել, փորձանքներով։ Ընտանիքում մեկի երեխային խոսքի օրինակ, դու կարում ես աշխատել, ծանր հանցագործություն, մեկին վիրավորել ես, մեկի դաշտ ես մտել եւ այլն։ Հատուցումը անխուսափելի է։ Խոսքի գողացել ես ինձանից իմ աշխատանքը, խաբելով հանրությանը, այս մի բեմի վրա, այն մի հարթակում վազել ես, այսինքն ինչը քոնը չի եղել, դրանք մաքրվելի է սիրելի հետևորդներ։ Այնպես որ ես կարծում եմ ձեզ բավականին շատ դուր եկավ իմ աշխատանքը, որը տևեց 39 րոպե 40 վայրկյան։ Աշխատանքը ձեզ տարել եմ այսօր, ուժեմ ներկապային հեսանայինք, տեսնենք այսօր ամսի քանիսն է, 18-ը, իմ թվի օրնա, տեսեք ինչ օր եմ աշխատել, 18-ին նոյեմբերի 2025 թվականի նոյեմբերի 18-ին ուղիղ ժամը 22:28 րոպե։ Ես կարծում եմ ձեզ շատ դուր եկավ իմ այսօրվա կանխատեսումը վեդայական թվահոգեբանության ամբողջ աշխարհի եւ մեր երկրի համար, ինչպես ես խոստացել էի, տեսողական կանխատեսում, հա, տարոքարտերով կանխատեսում եւ թվային վեդայական թվահոգեբանական կանխատեսում։ Ես իմ 3, հա, տեսնում եք ժեստս, խոստումներն էլ կատարեցի։ Տարին մեկ անգամ այսպես կլինի իմ կանխատեսումները թվաբանական, վեդայական, տարոքարտերով եւ տեսողական։ Չմոռանաք լայքել, բաժանորդագրվել իմ ալիքում եւ կարող եք թողել նաեւ մեկնաբանություն, իսկ ում դուր չի գալիս, խելոք թերթեք անցեք, իզուր տեղը կարմա, մի աշխատեք, որովհետև 26-ին բավականին շատ ցավոտ եք տակից դուրս գալու, չեք կարող դուրս գալ։ Ես իրականությունն եմ ասում, կընդունեք, չեք ընդունի, ամեն մարդ ինչ ցանում է, այն էլ հնձում է։ Այսօր այսքան իմ սիրելի հետևորդներ, մաղթում եմ ձեզ լավ տրամադրություն, ցտեսություն։